Շատ հետաքրքիր հարց է, քաղաքական շատ կարևոր։ Կառավարության նիստը չգիտեմ, եթե տեսել եք այդ կառավարության նիստի ժամանակ, երբ որ հենց այդ նախագիծն էր քննարկվում, ես խոսած էր ժամանակ, իհարկե բարձրաբանումները տվեցին, ուրեմն սպես է օրենք այդ նախագիծը, եթե Երևան Զվարթնոց օդանավակայանից նոր հապ ես կառուցում ու նոր չվերթ ես նոր ուղղություն ես բացում, 20,000 դրամ մեկ ուղևորի համար սուբսիդավորում է։ Բայց կա նաև կարևոր պայման, որ եթե ուզում ես այդ սուբսիդավորումից օգտվել, ուրեմն Գյումրի օդանավակայանից ևս պետք է թռիչք ունենաս, այսինքն վիզերը, երբ որ հապը կառուցի, երբ որ նոր ուղղությունները ձեր ասած բացի, սուբսիդավորումը ստանալու համար անպայման մի հատ Գյումրիից պետք է մի հատ, երկու հատ, երեք հատ Գյումրիից պետք է բան ունենա, չվերթ ունենա։ Բնականաբար, եթե Գյումրի չունենա, ինքը սուբսիդավորումից չի օգտվելու։ Գյումրիից նոր չվերթ բացելու պարագայում 15,000 դրամ յուրաքանչյուր ուղևորի համար սուբսիդավորում ունի, բայց այդ պարագայում պարտադիր պայման չէ Երևանից ունենալը, բայց Երևանից նոր չվերթ ունենալու համար սուբսիդավորումից օգտվելու համար պարտադիր պայման է Գյումրի օդանավակայանից օգտվելու։ Մեկ քաղաքացու, մեկ ուղևորի համար 15,000 դրամ Գյումրիի մասին խոսանք, սուբսիդավորում է ստանալու ավիափոխադրողը, պլյուս դրան են մեր սաղից գիտեցած չնած երիտասարդ սերունդները, ոչ է գիտեն այդ օդիփող հասկացողությունը 10,000 դրամ է, 10,000 դրամ է Զվարթնոց օդանավակայանից տոմսի արժեքի մեջ մտածը, Գյումրի օդանավակայանում արդեն երկար ժամանակ չկա, այսինքն այդ երկու օդանավակայանների տարբեր, մի հատ 10,000 է 25,000 դրամի տարբերություն է արդեն տալու, էլ չեմ հաշվում սերվիս չարսերը, որոնք Զվարթնոց օդանավակայանում անհամեմատ ավելի թանկ են օդանավակայանը, օդանավը սպասարկելու, քան Շիրակ օդանավակայանը։ Խանգարող հանգամանքները բնականաբար հյուսիս-հարավի ճանապարհն է եղել, բայց այդ խանգարող հանգամանքը հետագայում դառնալու է առավելություն, երբ որ ճանապարհը ամբողջությամբ ավարտվի։ Շիրակ օդանավակայանի ակտիվությունը բնականաբար յուրաքանչյուր զբոսաշրջիկի Շիրակի մաս գալու պարագայում անհամեմատ ավելի ակտիվությունը մեծ է լինելու, բայց այդ դեպքում էլ պետք է մենք կարողանանք այդ զբոսաշրջիկին օդանավակայանից հենց գրավել ու բերել Գյումրի, որտեղ շատ դեպքերում այդ զբոսաշրջիկները իջնելու են Շիրակ օդանավակայան, այնտեղից գնան Երևան կամ գնան այլ վայրեր, այստեղ մենք էլի խնդիր ունենք, չբավարարվենք մենակ այն հանգամանքով, որ Շիրակ օդանավակայանը թռիչքներ են նոր ավելանում, այդ Շիրակ օդանավակայանից հենց ինքնաթիռի վայրեջքից հետո յուրաքանչյուր զբոսաշրջիկի վրա աշխատանք է պետք անել, որովհետեւ ցույց տալ, թե Գյումրին ինչ քաղաք է, Գյումրին ինչ ունի ու ինչ կարող են տեսնել Գյումրիում։ Յուրաքանչյուր զբոսաշրջիկի մեկ օրը Գյումրիում մնալը մոտավորապես $100 սահմաններում գումար է թողնում ինքը Գյումրիում ու ակտիվությունը ապահովելու այդ զբոսաշրջիկին Գյումրի բերելը թեկուզ մեկ օրով պատկերացրեք տնտեսական ինչ մեծ աճենք ունենալու, թե հյուրանոցային համալիրները, թե ռեստորանները, թե գիդերը, ընդհանուր առմամբ զբոսաշրջությունների ոլորտն է, որ չկա մի ճյուղ տնտեսության մեջ, որը զբոսաշրջիկը չսնի այդ ճյուղին։ Սկսած արտադրությունից, գյուղատնտեսությունից, հյուրանոցներից, տաքսի սերվիսներից չկա մի բանը, որը զբոսաշրջիկը չկարողանա սնել։ Միանշանակ յուրաքանչյուր մտած զբոսաշրջիկից որևիցե ուղղության վրա գումար գնալու է ու տնտեսության ամենամեծ ճյուղերից մեկն է։ Շիրակ օդանավակայանի հույս ունենք, որ այդ նոր որոշումը, որ ընդունվել է, Շիրակ օդանավակայանը ավելի կակտիվացնել, բայց այստեղ մեկ աշխարհն եմ, որը ինչքան այն մոտը չստացվի կարճացել, բայց կարճացեմ, այդտեղ էլ ուրիշ խնդիր ունի։ Քանի որ առաջ եկել էին մեր մոտ Շիրակ օդանավակայանի դիմացի կանգնած տաքսիստները, որոնց արդեն 30 տարի պարբերաբար իրանց սկսեն որտեղ մի կանգնեք, իրանք էլի տեղը կանգնին, էլի կունդ գնեն։ Մեկ կողմից երբ որ նայես իրանց հետ խոսանք, ասում ես հասկանում եմ, որ դուք այսօր ձեր ընտանիքը պահելու խնդիրն եք լուծում։ Բայց էլ բերեք մի ուրիշ կողմը նայենք, էլի կառավարությունը փաստացի
վճարված հարգերից 15,000 դրամ յուրաքանչյուր զբոսաշրջիկի համար գումար է ծախսում։ Չեմ ասում եմ միլիարդ ու կես 2 միլիարդը, որ մարքեթինգի վրա է ծախսում տարեկան, չեմ ասում եմ մնացած բոլոր ծախսերը Հայաստանի Հանրապետություն մասնավորի կողմից միլիարդավոր դրամների ու դոլարների առած ծախսերը Հայաստանի Հանրապետություն զբոսաշրջիկ բերելու համար։ Ու այդ սաղ ծախսերը կարող է չոր լսվի, երբ որ ասենք Շիրակ օդանավակայան կամ Զվարթնոց օդանավակայանում տաքսի ծառայության կամ ընդհանուր առմամբ սերվիսը համահունչ չեղնի այն մեր ծախսած գումարները ինչ որ կա։ Այսինքն այդ ծախսած գումարները չորը գլցվի սա։ Զբոսաշրջիկի մեկը եկավ, երկրորդը չի թողնել կա Հայաստան, ինչքան կուզես գումար ծախսի։ Բայց մյուս կողմից էլ այդ մարդկանց հացի խնդիրն է, այդ մարդկանց ապրելու խնդիրն է, ու այստեղ որպես կառավարություն կամ որպես մարզպետ պատգամավոր ամենաբարդ բանը այդ է, որ փորձես գտնել ոսկե միջինը, որ ոչ այն տեսանկյունից տուժեն, ոչ այն մյուս տեսանկյունից տուժեն, մենք ենք այդ խնդիրները լուծել։ Միանշանակ ամեն մարդու համար իր խնդիրը ամենակարևորն է, բայց որպես կառավարություն դու փորձես լուծումները գտնի սնվես, որ երկու կողմերն էլ ձեռնտու են։ Այդպես խնդիրներ են։ Երբ որ ես Երևանի խոսամ, որ այս մարդկանց հարցը պիտի լուծվի, օքեյ, լիցենզավորման խնդիր է դրած։ Ճիշտ է, կառավարության տեսանկյունից համաձայն եմ, որ լիցենզավորում դերնի, բայց այդ լիցենզավորումը պահանջ է 7 տարեկանից ոչ բարձր մեքենաներ, իսկ այդ մարդիկ չունեն այդ մեքենաները։ Մարդկարգ 71 տարեկանում ավտոս 43 տարեկան եմ, ես ինչով լիցենզավորում։ Հասկանալ այդ մարդը չի կարողանալ լիցենզավորել, բայց պետության տեսանկյունից ճիշտ է, որ մեքենաները ավելի թարմել լինեն, բայց տաքսիստների տեսանկյունից էլ այդ մարդը ասում է շաբաթը օրական մի հատ ռես է իջնում, այդ մեր ռեսից է մաքսիմում մեզի մեկ ավագում դեպքում երկու պասաժիր պիտի բաժին հասնի։ Այդ երկու պասաժիրին 2000 դրամ, 3000 դրամ քաղաք կենտրոն բերելով մենք ինչ ռեստորանք ավտո փոխենք ավտո առնենք։ Որ մեզ 3-10 ռես կա, 20 ռես կա, մենք ամբողջ օրը ծանրաբեռնվածություն ունենանք, հասկանանք ինչի համար այդ փողը գտնենք, վարկի տակ մտնենք ավտո կառնենք։ Այսինքն խնդիրներ կա, որոնք երկար տարիներ կազմված են, բայց միևնույն ժամանակ լուծում դիստանը։ Երկար տարիներ կան, լուծում դիստանը, որոնք դժվար է լուծում տալը։ Մենք քոփ պետք է ունենանք Հայաստանը, պատկերացնենք ինչ տասնյակ հազարավոր մարդիկ պիտի կան, Զվարթնոց օդանավակայանը միանշանակ չի կարողանում սպասարկի այդ քոփի մասնակիցներին, տասնյակ հազարավոր մարդկանց մասին է խոսքը, բնականաբար պիտի աշխատի նաև Շիրակ օդանավակայանը ու այս պարագայում տաքսի սերվիսների հարցը ևս արդիական կդառնա, որտեղ կոպի իմաստը հենց այն է, որ աշխարհին ցույց տաս, թե դու ինչ երկիր ես ու ինչ հնարավորություններ ունես, չեմ պատկերացնել, որ մենք մեր երկիր մտած զբոսաշրջիկին առաջինը պիտի ցույց տանք վատ սերվիս։ Իսկ կոպից Միջոցառումների ցանկից տեղեկություն չունեմ, վերջնական պատկեր չունենք, թե Գյումրիում ինչ միջոցառումներ կայանի, բայց վերջնական պատկեր ունենալուց ինձ գիտվա Գյումրիում էլ ևս կայանի, որտեղ մեծ միջոցառումների շատ կերին։